հաճախ ենք ասում, պատմության դասերը պետք է ճիշտ սերտել, բայց չգիտեմ ինչու, երբ որ վերլուծում ես, հասկանում ես, որ մենք հենց այդ դասերը լավ չենք վերլուծել, լավ չենք ընկալել, որովհետև մի պարզ ճշմարտություն կարծես մենք հայերս չենք կարողանում ընկալել, որ ժամանակները ճիշտ է փոխվում են, բայց մեր թշնամին հո մնացել է նույնը։ Մենք քրիստոնյա ժողովուրդ ենք, մենք մշակութային ժողովուրդ ենք, մենք շինարար ժողովուրդ ենք, մշակ ժողովուրդ ենք, բայց իրաներ ենք։ Ամբողջ Եվրոպայի, Ամերիկայի ուշքույթը սական պատերազմները բիզնես են։ Հիմա մենք պետք է հասկանանք այդ առևտրում եւ այդ բիզնեսում Հայաստանը որտեղ պիտի գտնվի։ Մենք կարողացել ենք շնչացման եզրի։ Մենք այդ որտեղ սխալվեցինք, ինչը ճիշտ չարեցինք, որ հիմա հերիք չի կորցրել ենք մեր հրաշք փոքրիկ Արցախը, որպես մեր երկրորդ հանրապետություն, հա, հայկական։ Մենք հիմա կորցնում ենք Հայաստանի հանրապետությունը։ Փաշինյանի սպն։ Եթե ասում եմ մենք Անկարայի պաշտպանող անկախությունը նշանակում։ Որ վարքյանին ռուսի որպես տեղից քաշեցին, ռուսը ետ գնաց, չեն կարող ռուսը ճանաչել։ Ռուսը երբ որոշի sense հոգնած զզված ասի, դե լավ դուք ձեր մոդեցի պիլոտ եք։ Ես գնացի, սկսվելու է այն ինչ որ ինչի մասին որ մենք խոսում ենք։ Ով բերեց Նիկոլ Փաշինյանին։ Ես տեսնում եմ նեզի որպես հարևան երկրի կարելի է հույս համագործակցել ամբողջությամբ տեսնում եմ Ռուսաստանը պաշտպանության առաջնորդ ես տեսնում եմ ճակատ շարժման առաջնորդ Արշակ Կարապետյան։ Ողջույն սիրելի հայրենակիցներ, մենք հաղորդաշարն է Հայք News լրատվականի եթերում։ 1918 թվականի մայիսի 21-ից 28-ը Սարդարապատի Ղարաքիլիսայի Բաշ ապարանի մոտ տեղի ունեցած ճակատամարտերում հայկական զորքերին հաջողվում է ջախջախիչ հարվածներ հասցնել թուրքական կանոնավոր բանակին եւ ձախողել հայ ժողովրդին իսպառ ոչնչացնելու երիտթուրքական բոլոր ծրագրերը։ Մայիսյան հաղթանակներով պայմանավորվեց Հայաստանի առաջին հանրապետության ստեղծումը։ Իսկ հյուրս այսօր Համահայկական ազգային միասնության խորհրդի վարչության անդամ ազատամարտիկ, արցախյան երկու պատերազմների մասնակից, Պահեստազորի սպա Սմբատ Մաթևոսյանն է։ Շնորհակալ եմ, պարոն Մաթևոսյան, հրավերս ընդունելու համար։ Շնորհակալ եմ, որ շատ հիշարժան օր ենք հանդիպում, այսինքն վաղը մենք նշելու ենք մեր ամենափայլուն տոներից մեկը, մեր հաղթանակներից մեկը եւ ուզում եմ հետևյալով սկսել մեր հարցը, պատմությունը պետք է հաճախ վեր ընթերցել, որպեսզի ներկայում սխալներ թույլ չտաս, չէ, հաճախ ենք ասում, պատմության դասերը պետք է ճիշտ սերտել, բայց չգիտեմ ինչու, երբ որ վերլուծում ես, հասկանում ես, որ մենք հենց այդ դասերը լավ չենք վերլուծել, լավ չենք ընկալել, որովհետև մի պարզ ճշմարտություն կարծես մենք հայերս չենք կարողանում ընկալել, որ ժամանակները ճիշտ է փոխվում են, բայց մեր թշնամին հո մնացել է նույնը իր ծրագրերով, եւ մեր բարեկամներն են նույնը, գուցե նաեւ ինչ որոշակի շահերի փոփոխություն, բայց մենք շարունակում ենք մի քիչ այլ աչքով նայել եւ այո, վատ սովորող աշակերտի պես դադարել ենք մեր դասերը լավ սերտելուց։ Ինչ կասեք այս առնչությամբ։ Շատ լավ։ Նախ կուզենամ մայիսյան հաղթանակների կապակցությամբ անկախ նրանից մենք կորցրել ենք այս հաղթանակները թե մնում են, բայց պատմության մեջ սրանք ամենասիրված, ամենալավ տոներն են եղել, շնորհավորել մեր հայ ժողովրդին։ Իսկ ինչ մնում է դասերը ված սովորելու, իհարկե բոլոր ժամանակներում մենք մեր դասերը լավ չենք սովորել։ Երբևիցե չենք ունեցել մենք արտաքին դիվանագիտության մեջ ճիշտ ուղի վերցնող քաղաքական գործիչներ։ Եթե եղել են հայ ազգի ներկայացուցիչներ, ապա ուրիշ երկրներում են աշխատել, դիվանագիտությամբ զբաղվել։ Սովետական միության ժամանակ հիշում ենք Կալմիկոյան ու շատ մարդիկ եղել են անգամ Եգիպտոսում, անգամ շատ արաբական Սիրիայում, մյուս ունեցել ենք, իհարկե ունեցել ենք։ Չենք կարող դասերը սովորենք, որովհետև մենք ինքներս դիվանագետ ժողովուրդ չենք, մենք մշակութային ժողովուրդ ենք, աշխատող մշակութային ժողովուրդ ենք։
մենք չենք կարում կազմակերպենք, համատեղվենք մի մտքի, մի գաղափարի շուրջ, որը կոնկրետ զուտ հայանպաստ պետք է լինի։ Դա ամենավտանգավոր փաստն է։ Իհարկե, սա վտանգավոր փաստ է։ Բոլոր առումներով ձախողվել, այսինքն մենք եթե մշակույթի մարդ ենք, եթե սխալ է մեր դիվանագիտությունը, մեր մշակույթն է կկորցնենք։ Եթե աշխատասեր ժողովուրդ ենք, ելի մեր դիվանագիտությունը եթե սխալ է, մեր աշխատասիրության արդյունքները ո՞րն են լինելու։ Իհարկե, մենք քրիստոնյա ժողովուրդ ենք, մենք մշակութային ժողովուրդ ենք, մենք շինարար ժողովուրդ ենք, մշակ ժողովուրդ ենք, բայց դիվանագետ չենք։ Այսինքն մեր կորուստները դրանով են պայմանավորված։ Իհարկե, ամբողջությամբ մեր գոյությունը պաշտպանել է հայ առաքելական եկեղեցին։ Դարեր շարունակ իր շնորհիվ, որը այսօր հալածվում է ոչնչացման եզրին է կանգնած փնթի դիվանագիտության արդյունքում։ Մենք ազգային պատկանելություն ենք հեսա կորցնելու, որովհետև աշխարհի գլոբալիստները, որոնք դիվանագետներ են, որոնք առևտրի միջոցով կարում են աշխարհում ցանկացած երկրի ճակատագրի, ազգության, մենք մոնոէթնիկ երկիր ենք իրականում։ Դա այդպես է, ու աշխարհին ձեռ չի տալի մեր ժողովուրդը, որ հին մշակույթ, հին ժողովուրդ, քաղաքակրթություն, աշխարհում սրանք արդեն ընդունված բաներ չեն։ Այսինքն աշխարհը պատերազմի է ելել ազգերի դեմ եւ այդ պատերազմում մենք բավական թիրախավորված ենք։ Այո, սա առևտուր է, տեսեք Ռուսաստանը այսօր ծանր վիճակում է հայտնվել, ինչի համար, որովհետև աշխարհում ամենամեծ պետությունն է, ամենահարուստ պետությունն է իրականում, բայց արդյոք տնտեսությունը այդպես զարգացած է, ոչ, որովհետև բոլոր ժամանակներում Ռուսաստանը զարգացրել է իր զենքն ու բանակը, որպեսզի պաշտպանի այդ հարստությունները։ Գազ, ոսկի, նավթ, չգիտեմ, փայտ, ամեն ինչ։ Կենտրոնը Ռուսաստանն է։ Եթե չեմ սխալվում, հետո Կանադան է գալի, բայց տեսեք, հարավային երկրներում այդ հարստությունները բաժանված են մելիքությունների, փոքր արաբական պետություններ, այստեղ Պարսկաստանը, մյուս, բայց Ռուսաստանի ոչ մեկ չունի։ Ու ամբողջ Եվրոպայի, Ամերիկայի ուշքի միտքը միշտ ռուսական այդ հարստության վրա է։ Պետք է մենք վերջո ուղիղ նայենք իրականությանը, էլի։ Ու սա առևտուր է, պատերազմները բիզնես են։ Հիմա մենք պետք է հասկանանք այդ առևտրում եւ այդ բիզնեսում Հայաստանը որտեղ պիտի գտնվի։ Մենք ցավոք սրտի նորից եմ ուզում կրկնեմ այս ասվածը, ինչը որ ցավալի է շատ, բայց մենք կանգնած ենք ոչնչացման եզրին։ Որպես պետություն եւ որպես ժողովուրդ։ Եթե մի 5 տարի առաջ ասում էինք մենք Արցախը կորցնում ենք, գոռում, գոչում էինք, լալիս էինք աղեկես, որ Արցախը գնում է, Արցախը մարդիկ ասում էին սրանք գիժ են, ես ինչ են խոսում։ Չէ, շատերը նաև իշխանության ներկայացուցիչներն ասում են, հա թող տանք Արցախը, որ փրկենք Հայաստանը։ Դե սենց ուղղակի բանավոր օդի մեջ ասելը, բայց իրականության հետ կարում ենք այսօր այս ցավի հետ նստենք։ Բոլորը սենց իմիջիալոց էին վերաբերվում այդ ասածներին։ Նրանք շատ ժամանակ շատ բաներ են ասել։ Նրանք ասել են, որ արդարադատությունն է վերականգնվելու, չգիտեմ, լավ ենք ապրելու, Արցախը ապագա ունի, ուռա, ծափ էին տալի, հիշում եք։ Արցախի ժողովուրդը պաշտպանված է։ Արցախի ժողովրդին հնարավոր չէր, Արցախը հնարավոր չէր այլևս պաշտպանել։ Եթե դա պետքա պաշտպանվեր, պետքա պաշտպանել ռուսը, ռուսն երկրորդ ճակատ բացելու հնարավորություն չուներ։ Այսօր սուտ արևմտամետները մեղադրում են Ռուսաստանին, բայց եկեք մի հատ մեր պատկերացնենք Ռուսաստանում, մենք ռուսի տեղը մեզ մի հատ պատկերացնենք։ Երկրորդ ճակատը կործանիչ է Ռուսաստանի համար։ Ամբողջ Եվրոպայի ՆԱՏՕ-ի դեմ կռվում է այսօր։ Սա իրականություն է, թե ոչ, այո, իրականություն է։ Հիմա մենք կանգնած ենք երկու ընտրության առաջ։ Լինել չլինելու։ Լինելու դեպքում նորից պետք է ընտրություն անենք, ում հետ լինենք, որ գոյատևենք, թեկուզ մի որոշ ժամանակ չգիտեմ։ Տեսեք, ես վերջերը Տեր-Պետրոսյանը հարցազրույց էր տալի, ասում էր ժամանակը աշխատեց Ադրբեջանի կողմը, մենք չհասկացանք։ Հիմա մեզ այդ ժամանակն է պետք։
Բայց ժամանակը այլևս տալիս է մեզ այդ ժամանակը, այսպես ասեմ։ Այսինքն այլևս մենք ունենք այդ ժամանակը, մենք չենք կորցրել 30 տարի ունեինք այդ ժամանակը։ Ունեինք այդ ժամանակը սեփական գրպանների համար աշխատել։ 30 տարին աշխատել է մեր իշխանությունները սեփական գրպանները լցնելու։ Հայրենասեր մարդիկ մինչև այսօր աղքատ են, ով կենթանի մնաց, ով զոհվեց, թե քաղաքական դաշտում զոհվեցին, ֆիզիկապես, թե պատերազմի դաշտում զոհվեցին, մնացածները այսօր աղքատները մնացել են, հարուստները նորից հարուստ են, ու երկրի ճակատագիրը վաղը ոնց կլինի, շատ քիչ է նրանց հետաքրքրում, որովհետև բոլոր ժամանակներում հայերը ավելի շատ, չգիտեմ, դիվանագիտությունից հեռու են ելել, հույսը դրել են ուրիշների վրա։ Պարոն Մաթևոսյան, տեսեք, ձևակերպեմ այդ հարցը, որը ամենակարևորն է, եւ ես իզուր չէ որ ասեցի պատմությունից դասեր չենք քաղում, որովհետեւ մեր անկախության, այս հիմնակարը ճիշտ չդրվեց։ Օրինակ, որպես այդ շրջանի նաև ուսանող 88-ի այդ ամբողջ եղել եմ ուսանող համալսարանականները, մենք այդ 88-ի շարժման շրջանի այսպես երիտասարդությունն էինք, այո, եւ ես միշտ մտածել եմ այսպես, պարոն Մաթևոսյան, որ եթե իշխանությունը այդ օրվա ՀՀՇ իշխանությունը կարողանար ճիշտ օգտագործել այն հզոր ներուժը, հավատը, վստահությունը առ իշխանություն, առ հայրենիք, երիտասարդության ակտիվությունը, այդ հայ մարդու նվիրվածությունը առ հայրենիք, եթե 88-ի շարժման այդ ոգեղենությունը ճիշտ օգտագործեր եւ գեներացներ ճիշտ ուղղությամբ, ապա մենք իսկապես կկարողանանք հզոր պետություն ստեղծել, Արցախն էլ որպես հզոր ամուր երկրորդ հանրապետություն։ Մենք այդ որտեղ սխալվեցինք, ինչը ճիշտ չարեցինք, որ հիմա հերիք չի կորցրել ենք մեր հրաշք փոքրիկ Արցախը, որպես մեր երկրորդ հանրապետություն, հայկական։ Մենք հիմա կորցնում ենք Հայաստանի հանրապետությունը։ Եկեք այսպես քայլ գանք, 90-ական թվականներ, ինչ քաղաքականություն իրականացվեց։ Կառաջարկեմ գանք 1918 թվականից, ուսեն շարունակական կարող քննարկենք, մի քիչ ավելի շատ ժողովրդի լեզվով խոսանք, որ հասկանալի լինի։ Այն հայտնի ֆիլմում ասում, չէ, երկու ոչխար են կերել, ասում ես գիտահետազոտական, միտահետազոտական։ Տեսեք ինչ ստացվեց։ Հայաստանում կառավարությունը որոշել էր Էշմիածինը մայրաթոռը տեղափոխել Սևանի թերակղզի։ Սուրենյանցը Կաթխիկոսը մերժեց առաջարկը եւ ասաց պետքա կանգնել ու կռվել ու կենաց մահու կռիվ տալ։ Զանգերը հնչեցին, Աշխարհազորը կանգնեց բանակի կողքին, Սարդարաբադի ճակատամարտը հաղթեցինք, Աբարանում հաղթեցինք, Ղարաքիլիսային ոչ ամբողջությամբ, բայց դիմադրեցինք։ Արդյունքում ստացանք անկախություն։ Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Հիմա այս նորաձև կրթվածների հայտնի հաղթելու ենք ուսանողներից մեկը կա, չէ՞։ Հիմա էլ նոր պաշտոն են տվել։ Ասում է ֆաշիստական Գերմանիան եթե հաղթեր Հայաստանը, չգիտեմ, չեմ ուզում ասում էր Արևմտյան Հայաստանը մենք կվերագտնեինք։ Խոսան, որովհետև թթված թեմա է, սրանից կարելի է թունավորվել այս թեմայի վերցնել տնելուց։ Պատմության հստակ կեղծում է։ Սրանք որտեղից են ֆինանսավորվում, ոնց կարելի է նման բաներ խոսալ, ես չեմ կարող պատկերացնել։ Դիտի հասկանանք ում շահերն են սպասարկում։ Հայ ժողովուրդը նորից ոտքի է կանգնել ամբողջ սովետական 15 հանրապետությունների հետ, ու հիմնականում Ռուսաստանի վրա էր ամբողջ ծանրաբեռվածությունը, հարվածները ստացավ Բելարուսյան, Ուկրաինան, հաղթեցին ֆաշիզմին, դաժե եվրոպական մի քանի պետություններ ազատագրեցին սովետական բանակը, որտեղ հայերը մեծ դերակատարություն ունեցան։ 300,000 մասնակից ունենք։ 600,000 մասնակից 300,000 զոհ։ Այո, այո։ Նույնտեղ մինչև 340 քանի հազար է դաժե շատ
տեղեր տվյալներ կան, որ 340 բազմաթիվ հերոսներ, մարշալներ։ Եթե մարդկային քանակով համեմատության մեջ տեսնենք, ամենաշատ հերոսը հայերն են տվել։ Այո։ 103 կարծեմ, այդ ժամանակ ընթացքում Հայաստանը ոտքի կանգնեց։ Պատերազմը ավարտվելուց հետո, հաղթանակից հետո Հայաստանը ոտքի կանգնեց։ Արդյունաբերություն, ժողովուրդը սկսեցին ապրել, բազմանալ, զարգանալ, կրթություն ստանալ, բժշկություն ստանալ։ 88 թվին, երբ որ Սովետական միությունը երբ որ քանդվեց, Արցախյան պատերազմը սկսվեց ու Արցախյան պատերազմից լուծը, ծանրությունը հիմնականում ընկավ այն սերնդի վրա, ովքեր սովետական դպրոց էին սովորել, ովքեր սովետական դպրոցում սովորել էին, որ Արևմտյան Հայաստան գոյություն ունի, Արարատ լեռը մերն է եղել, անարդարացի ձևով հիմա մերը չի, բայց մեր սիմվոլն է, սովետական դպրոցը մեզի սովորացեց, որ 41-45 թվականի պատերազմում հերոսներ ենք տվել, ֆաշիզմ ենք հաղթել, ու այս սերունդը Արցախյան պատերազմում, չնայած շատ անարդարությունների հետ հանդերձ, այս սերունդը հաղթեց։ Այո։ Այս սերունդը տեսեք 18-20 թվականներ, հետո 88 թվական, 70 տարի մոտավորապես անցել էր այդ արանքում հայրենական երկրորդ համաշխարհայինը, դաստիարակվեց մի սերունդ, որտեղ հայրենիքը արժեք ուներ, որտեղ կրթությունը արժեք ուներ։ Ես ինքս էլ եմ սովետական բանակում ծառայել, վերջի հայ պրիզիվներից եմ եղել։ Ճիշտ է, նավատորմում եմ ծառայել Սուզանավի էկիպաժում, բայց մենք հասկացանք, որ այսինքն այն ժամանակ, երբ որ սկսվեց ամեն ինչը, դեռ 88 թվականին իմ տատիկս Նախիջևանի Զնապերտ գյուղից է։ Պապիկս հորական կողմը նկատի ունեմ, Եղեգնաձորի Խաչիկ գյուղից է։ Խաչիկ գյուղն էլ սահմանապահ գյուղ է։ Ես 17 տարեկան էի 88 թվականին։ Եկա տուն, տեսա տնեցիք խառնված, թուրքերը եղանով, կացնով հարձակվել էին գյուղի վրա, բայց դրանից մի կար ժամանակ առաջ Հայաստանից թաքուն զենք էին տարել, որ սորտական հրացաններ բան։ Զնապերտ գյուղը պաշտպանվեց, թուրքերը զոհ տվեցին 4-5 հոգի։ Ու ես էլ ինչ տատիկս ընդե թաղված գնում եմ տատիկիս գերեզմանը պաշտպանեմ։ Վերջը գնացինք Մարտիրոս Սարյանի արձանի մոտ, Զնապերտ կոմիտե էր ստեղծվել, Ղարաբաղ կոմիտե գոյություն ուներ, մեծ միտինգներ էր գնում, պարետային ժամ էր։ Հավաքված են համագյուղացիները, որոշվեց, որ խումբ է պետք, որ պետք է գնա հասնի գյուղ, որտեղ ճանապարհները արդեն փակ էր, սովետական զորքը կանգնած էր, Նախիջևանում էլ շատ մեծ սովետական զորք կար այն ժամանակ։ Բագրանիչնի զաստավներով, ամեն ինչով։ Ասացին, որ մի քանի միավոր զենք կա, զինամթերք կա, պետք է գյուղ հասցվի, որ գյուղը պաշտպանվի։ Տեսեք, ես սովետական դպրոց անցած, իմ մեջ ճիշտ էր խոսում, որ ճիշտ է ինքը ադրբեջանական էր արդեն, ֆակտիսկի Նախիջևանը ամբողջությամբ, բայց այդ մի գյուղն էր, որ մաքուր հայկական էր, թուրք չէր ապրում։ Եթե չեմ սխալվում 450-ից ավել տնտեսություն էր, բավականին հարուստ գյուղ էր, ծխախոտի մշակման գործարան կար, գինու գործարան կար, կոլխոզ, ջերմոցներ գյուղում։ Ինչևէ, որոշվեց, որ մի քանի ջահել տղերք են պետք, պինդ տղեր, որ սարերով պետք է գնան, ծունն էլ արդեն եկել է նոյեմբեր ամիսն է, եթե չեմ սխալվում։ Գնացինք Վայքի Խնձորուտ գյուղից, այդ զենքը շալակեցին, զինամթերք, չուգունի խողովակներ կային այն ժամանակ այդ ջրահեռացման գծերը, կանալիզացիայի գծերը հիմիկվա նման պլաստմասից չէին։ Այդ չուգունի խողովակները կտրել էին, գրանատներ էին։ Ինքնաշեն զենքեր, որսորդական 7-8 հոգի էինք 2 հրացանով։
ու գնացինք ռուսների կողքով անցանք, թուրքի գյուղերի կողքով անցանք, մի 10-12 ժամ ոտով գնացել ենք ձների մեջ, ծորերի մեջ, միտեղ պահկվել ենք պատրուլը անցել, տարանք զենքը հասցրեցինք, մի 20-30 օր էլ մնացինք գյուղը, տես պոստերի էինք դրել, պաշտպանում էինք, թուրքերը ռուսների հետ գալիս էին բանակցում էին, վերջը գյուղը գաղթեց, պահել հնարավոր չէր, որտեղ Հայաստանից բավականին հեռու էր, այդպես սկսվեց, որ հետ եկանք, ես եկամ, բոլորը խոսում են Արցախը, Ղարաբաղը, ասում եմ ուժել է, մի ամբողջ գյուղ հանձնվեց, մենակ Ղարաբաղի դարդը, հետո հասկացա, որ քաղաքականություն է, դիվանագիտություն է, ու այո, Ղարաբաղը շատ կարևոր էր, Արցախը, իսկ այդ մի գյուղը պաշտպանելը անհնար էր, ընդեղ մեկ էլ մնացել էր 1-2 կիսահայկական գյուղեր, հիմա Օրդու-Բաթի շրջանը թուրքեր են, Կողթան գավառներ։ Այստեղ ես մեկ ընդհատում, դրանք հայկական տարածքներ չեն աղել։ Այդ են սովետական տարիներին թուրքերը հայտնի իրենց ձեռագրով քոչվոր, հա, իրենց այդ բնույթին բնորոշ հոտը գցում էին առաջ, գալիս նստում էին այդ հարմար լավ տեղերը դաշտավայրերը, զբաղեցնում էին, որ դուք ասում եք Հայաստանից հեռու պահպանել չեղավ, տպավորություն հիմա կլինի մեր հեռուստադիտողի մոտ, թե դրանք հայկական տարածքներ չեն եղել։ Դրանք եղել են զուտ հայկական տարածքներ։ Խորհրդային տարիներին իրենք շատ սիրուն գրավելով եկել են։ Սրտի անարդար Կրեմլի անարդար որոշումներով, թե Արցախը, թե Նախիջևանը ամբողջությամբ տվել էին Ադրբեջանի կազմի մեջ։ Իհարկե հայկական էին եւ շատ հազարամյակներով պատմություն ունեն այս տարածքները։ Դրա համար հիմա Նախիջևանում մի հատ փոքր խաչքար անգամ չկա գույցի։ Դե իրենք մինչև վերջ քարոզան ինչպես հիմա անում են Արցախում։ Լավ, եթե գանք հիմա որ հատվածն եք ներկայացնում, անկախության այդ այդ կխնդրեմ հարցից անդրադառնաք, ինչը սխալ դրվեց մեր անկախության այդ հիմնակարը, ինչու սխալ դրվեց, ինչ սխալներ եղան հասկացա, ամբողջությամբ մերժվեց սովետական տարիների ինստիտուտները։ Դիվանագիտություն, տնտեսություն ու գնաց ամբողջությամբ քայքայում։ Սխալը նրանում էր, որ տեսեք, մի քանի երկրներ շարունակեցին դեռ սովետական սահմանադրություն, օրենքներ, կանոնների մեջ մնալը։ Մեզ մոտ ամեն ինչ sense միանգամից սոցիալիստական երկրից հայտարարվեց անցնում ենք կապիտալիզմի, բայց ավելի շատ բուրժուազիայի կամ ֆեոդալական կարգավիճակի մեջ հայտնվեցինք։ Պետությունը գնաց ամբողջությամբ արդեն հռչակված անկախ Հայաստանի Հանրապետությունը գնաց քայքայման, ամեն ինչ քանդվում էր եւ վաճառվում։ Արտադրություն օրինակ ստեղծելու փոխարեն ինչ են անում այդ դասգահները ներքին քաղաքականություն վաճառվում էր հարևան երկրին Իրանին օրինակ, չէ, երկաթի տեղ։ Գործարանները սեփականաշնորհեցին, օրինակ հացի գործարանները պաշտպանվեցին, որովհետեւ մեծ եկամուտ բերող էին։ Բայց օրինակ Նայիրիտի նման օրբիտայի Մարս գործարանը բանես ամեն ինչը կանգնեցին ուղղակի չաշխատեցին։ Ինչու դա այդպես եղավ։ Շատ է քննադատվում օրինակ ՀՀՇ-ի այդ տարիները, հա, ինչու դա այդ անփորձ էին, թե չկարևորեցին տնտեսության զարգացումը, բայց ես մեկ այսպես ինֆորմացիա հիմա ասեմ եւ լսեմ ձեզ, հա, ես հիշում եմ որպես համալսարանի ուսանող այդ ընթացքում մենք մի փաթեթ հասավ մեզ, որ եկել էր մեր Միջին Ասիայի այդ պատտվել էր խորհրդային տարբեր բուհերում, հասել էր մեզ Միջին Ասիայի բուհերից հետո Հայաստան էր հասել, ծանոթացանք այդ տեքստերին եւ գիտեք ինչ էր պատկերը, որ անկախացող այդ երկրները, որոնք արդեն խորհրդային միության քանդումից հետո այդ պետություններին չպիտի թույլ տալ, որ իրենք զարգանան, այդ պետություններում պիտի լինի, ասենք զբոսաշրջությունը պիտի զարգանա, սպառողական, հա, այդ հատվածը, ժողովուրդը պիտի դառնա ոչ թե պիտի ամուր պետություններ թույլ տալ ստեղծել արդյունաբերությամբ, սեփական տնտեսության վրա հիմնված, այլ ինչ որ զբոսաշրջային, այդ ուղղությունները պետք է զարգանան, սպասարկող ոլորտը։ Եվ դա մենք անկեղծ ասած այդ ժամանակ չընկալեցինք, թե ինչի մասին է խոսքը, հետագայում արդեն երբ որ գործընթացներ ծավալվեցին, հասկացանք, որ ուղղակիորեն հստակ ծրագիր է մշակված եղել, որ այդ պետությունները չպիտի լինեն հզոր եւ ուժեղ։ Եվ հենց այդ նպատակով էլ նաեւ քանդվեց խորհրդային միությունը, հա։ Այո, իհարկե, տեսեք, Տիկին Սիմոնյան, մենք այն ժամանակ շատ երիտասարդ ենք ելել, երբ որ այդ ամեն ինչը սկսվեց։ Մենք չէինք կարա
ինչքան էլ կրթություն ստացած լինենք, չնայած ես բարձրագույն կրթություն չունեմ, ես ոչ էլ քաղաքական գործիչ եմ, ոչ էլ քաղաքագետ եմ։ Ես ուղղակի ապրել եմ այն ամեն ինչը, որպես շարքային մարդ, այսօր ձեր հյուրն եմ, խոսում եմ սխալների եւ Մենք քաղաքագետներին, քաղաքական գործիչներին շատ ենք լսում, Մաթեոսյան, շատ հետաքրքիր է լսել հենց ձեր նման կռված փորձություններով անցած մարդու, հայ մարդու տեսակետը, դրա կարիքը շատ կա։ Ես շատ ժամանակ անկախ իմ կամքից ներկա եմ ել շատ քաղաքական process-ների մեջ, ազգային ժողովի պատգամավորների օգնական եմ եղել, իմ ավակ ընկերների հրամանատարները, պարոն Բազյանը, Հակոբ Հակոբյան, ներկա եմ ել, լսել եմ, տեսել եմ, վերլուծել եմ, երբ որ խոսել եմ, ինձ ասել են դու ճայլես չես հասկանում, բայց արդյունքում տեսեք, ինչև է, արդյունքում մի ամբողջ կապիտալիստական աշխարհ պայքարում է սովետական քայքայման այս process-ի մեջ ու երկար տարիներ աշխատանքի արդյունքում ստացան են ինչ որ այսօր գոյություն ունի։ Գորբաչովի նման մեկը Պերեստոյկա հայերեն այդ վերակառույց, հա, տենց ինչ-որ բան, դեմոկրատիան սուտ փիլիսոփայություն, հա։ Ինքը գիտություն չի, ինքը առարկայական տեսանելի չի։ Մանավանդ հիմա համոզվել ենք ամբողջությամբ կեղծ դեմոկրատիայի անվանդակիչեր են արվում։ Փլուզվեց սովետական միությունը, ցավոք սրտի։ Ես անկախ Հայաստան Եթե իմ կյանքն է պետք է անկախ Հայաստանը ապահով Հայաստանը լինելու, ես պատրաստ եմ այդ կյանքը տամ, բայց սա միֆ է։ Ինչն էր միֆ։ Որ Հայաստանը լինի անկախ։ Այսինքն 91-ից այդ միֆը դրվեց, հա, այսինքն մենք միֆի հետ գործ ունեցանք, իրական անկախ Հայաստանի հետ գործ չունենք։ Իրական անկախ Հայաստան ունենալու հնարավորությունը ժամանակ առ ժամանակ, եթե ուղղակի ուշադրություն չեն դարձրել աշխարհի տերերը։ Մենք այդ անկախություն ունեցել ենք, բայց անկախություն փոքր երկրները չեն կարող ունենալ։ Անկամ տեսեք Շվեյցարիան, որ ինքը նեյտրալնի երկիր է, չեզոք երկիր է, ինքը անկախ չի։ Ինքը կախված է Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Ավստրիայից։ Այսինքն ինքներս մեզ խաբել ենք ասելով իշխանություն, անկախություն, երբ որ ասում ենք մենք կարանք անկախ հզոր պետություն լինել։ Նիկոլ Փաշինյանի բոլոր ելույթներում շեշտվում է ինքնիշխան։ Նիկոլ Փաշինյանը բայց ուր է տանում մեր երկիրը։ Դաստիարակված մարդ եմ, չգիտեմ բառը տեղին կլինի թե չէ, Նիկոլ Փաշինյանը ստում է։ Եվ թե ասում է մենք կարանք պաշտպանենք մեր անկախությունը, ինքնիշխանությունը, չենք կարող։ Աշխարհի հզոր երկրները իրանք են որոշում, որ ժամանակ, երբ, ոնց, ով լինի անկախ, հետո լինի կախված։ Իրականությունից պետք չի շեղվել։ Կայսրությունները խաղում են, սա բիզնես է։ Պարզապես պետք է գոնե լինել խելացի, որպեսզի կուլ չգնալ։ Ասում են Ադրբեջանը ինքնիշխան է, անկախ է, ոչ։ Ադրբեջանը Անգլիայից, Թուրքիայից կախված երկիր է։ Վրաստանը անկախ է, ոչ։ Վրաստանը Ամերիկայից կախված երկիր է։ Հայաստանը անկախ է, Հայաստանը այսօր արդեն երկու կողմանի կախվածություն ունի։ Այսինքն մենք մտածում ենք, մեզ թվում է Եվրոպա, Ամերիկա ստեղ կապ ունեն, ոչ մի կապ չունեն։ Որտեվ Եվրոպայի, Ամերիկայի ներկայացուցիչը Թուրքիան է։ Ուզենք դա թե չուզենք, Թուրքիան է։ Մյուսը, ումից որ կախված ենք Ռուսաստանն է, ընտրությունը մերն է, մենք լինենք Ռուսաստանից կախված, թե Թուրքիայից։ Երբ որ ասում են Եվրոպա մետներ, ասում են գնանք Եվրոպա դեմոկրատիա, դա սուտ է, քաղաքագետները փորձում են ինչ-որ ճկուն մտքեր համոզեն ժողովրդին, իբր դեմոկրատիա, Եվրոպա, դա մեզ համար չի։ Այսինքն ուր են տանում սրանք իրականում մեզ Եվրոպա ասելով։ Տեսեք, Հայաստանը հայտնվել է մինստեղ, որ պետք է Հայաստան չլինի։ Սա կապիտալիստների դիրքորոշումն է, որովհետև Հայաստանը գտնվում է մի հատ այնց շատ եւ շահավետ եւ ոչ շահավետ, հայերի համար ոչ շահավետ աշխարհի տերերի համար շատ շահավետ մի հատ այնց մի վայրում, որտեղ Մետաքսի ճանապարհ պատմությունից լսել չեմ, Մետաքսի Խաշմերուկ ճանապարհ։
ով պետք է այս ճանապարհի տերը լինի, կամ ռուսը, կամ արևմուտքը միջոցով Թուրքի։ Հիմա այսինքն մենք իրապես կանգնած ենք պատմական ընտրության առաջ։ Այո, Իդեպ այդ ընտրության առաջ, ներողություն խնդրում, պարոն Մաթևոսյան, եթե մենք զուգահեռելով գնանք, հա, պատմական փաստերը, այդ նույն ընտրության առաջ կանգնած ենք եղել նաև 100 տարի առաջ։ Եվ մեր առաջին հանրապետության ղեկավարները եւս այդ քննարկումն ունեցել են իրենց մեջ։ Այո, դեպի Ռուսաստան, թե դեպի Արևմուտք։ Մշտապես եղել է այս առճակատումը։ Եվ մի 70 տարի մենք ճիշտ ընտրություն արեցինք, հանգիստ խաղաղ Հայաստան ունենալով։ Գոնե իմ կարճ տրամաբանությամբ ես իմ կաշվի վրա դա եմ զգում, որ երբ որ Հայաստանը սովետական Հայաստան հռչակվեց, մենք գոյատևեցինք, հետո զարգացանք։ Հետո այնքան զարգացանք, որ կարացանք ինքնուրույն ելնենք Թուրքիի հետ կռիվ տանք։ Երբ որ ասում ենք թուրք Ադրբեջանին նկատում ենք, որտեղ Ադրբեջանը էլի, չգիտեմ, նտան հասկանալի ինչ-որ մեկը որոշել է Ստալինին, նման մեկը դրանց անունը դրել։ Հիմա մեզ այդ ժամանակը Թուրքիայի ու Մեծ Բրիտանիայի կողմից որոշվեց Ադրբեջանը դնել, գիտենք հայտնի պատճառները, Իրանի նահանգներից մեկը, այո, Ատրպատականին հետո ավակնելու համար։ Դա էլ էր խապուսիկ։ Այո։ Հիմա մեզ այդ սովետական ժամանակվա ապրած ժամանակն է պետք, որ մենք նորից ուշքի կարողանանք գալ։ Դա հնարավոր է հետ վերադարձնել։ Եթե մենք հիմա ռուսին ասում ենք, որ գիտես ինչ հարգելի է Ռուսաստան, արդեն կասկածի տակ գործընկեր է Ռուսաստան, որտեվ մենք Ռուսաստանին իհարկե ես նկատի ունեմ օֆիցիալ կառավարության լեզվով ասենք էլի, Ռուսաստանը այսօր մեր դաշնակիցն է, մենք որպես ժողովուրդ այդպես ենք համարում, բայց վարչապետը, արտգործնախարարը տենց որ խոսում են, իրականում դա այդպես է։ Ալեն Սիմոնյանը այնտեղ ուրիշ բան է խոսում Ռուսաստանի հասցեին, Արադ Միրզոյանը մի ուրիշ բան է խոսում։ Ռուսներն էլ նստած նայում են, չէ՞, ամեն ինչ վերլուծում են, քննարկում են։ Թե ինչ խառնաշփոթ է Հայաստանում։ Սրանք ուրտից եկան, իրանք են թողել որ եկել են։ Ուշադիր չելան, ռուսները։ Ռուսներն են։ Մի քիչ ուշադիր լինեին, Սերժ Սարգսյանը չէր կարա Նիկոլին բերեր։ Բայց այս մարդիկ պատրաստված են արևմտյան դաշտում են պատրաստված են Հայաստանը զոհաբերել Ռուսաստանին թույլատնելու համար։ Հայաստանը Ռուսաստանի համար կետա, որտեղ ինքը ուժ է իրանից ներկայացնում։ Իսկ որպեսզի Ռուսաստանը բոլոր կողմերից թուլանա, Հայաստանը երկրորդ ճակատն է, պոտենցիալ երկրորդ ճակատ է Ռուսաստանի համար, որը որ շատ ցավալի կլինի Ռուսաստանի համար։ Նախ եւ առաջ մեզ համար կլինի, եթե մենք դառնանք, իհարկե, եթե մենք ուզում ենք այս կար ժամանակը գոյատևենք, որ հետո հասկանանք ինչա պետք, Տեր-Պետրոսյանի ասած ժամանակը աշխատեց Ադրբեջանի համար։ Հիմա եթե ժամանակը պետք է աշխատի մեզ համար, մենք պետք է, չգիտեմ, Ռուսաստանի հովանու ներքո գտնվենք, որովհետև եկեք ծուղանստենք հաջորդ այլանդրանքը որն է Ռուսաստան, եկեք այդ անկեղծորեն հասենք, էլի մեր ժողովրդին։ Թուրքիան է։ Տեսեք, մի քիչ ժողովրդի լեզվով որ խոսենք, իմ ավագ եղբայրը Ռուսաստանում է ապրում, զինվորական թոշակառու է, մյուս։ Ամենաշատ սրտացավը ինքն է ինձ համար, իմ վրա սրտացավը իմ եղբայրն է, բայց իմ եղբայրը մինչև Կալինին գրադից կհասնի ինձ օգնության, ինձ օգնելու են իմ հարևանները։ Հիմա Ֆրանսիան շատ լավ պետություն է, մեզի շատ է սիրում։ Մինչև Ֆրանսիան կհասնի Հայաստանին օգնության, Ռուսաստանը մեր հարևան երկիրն է։ Ճիշտ է, սահման չունենք, բայց իր ներկայությունը արդեն ստեղ է։ Ու երբևիցե ոչ մեկ չի կարալու ռուսին հենց ստեղից հանի։ Արյան գետեր են հոսալու։ Ու այդ ամեն ինչը լինելու է հայ ժողովրդի հաշվին։ Այո։ Երկրորդ տարբերակը ասեմ, մոտ 3 միլիոն, ասես թվեր ասում, 3 միլիոն հայ ապրում է Ռուսաստանում, աշխատում է Ռուսաստանում։ Այսօր հայկական շուկայի հաշվին Հայաստանը գոյատևում է, սկսած էներգետիկայից, տնտեսության մյուս, չգիտեմ, ցորենից, ամեն ինչից։ Ռուսի զինվորը ստեղ կանգնած այդ թուրքական սահմանը պաշտպանում է, նույն են տերորիստները, որ մտան Սիրիան ամբողջությամբ վերջնականապես ավիրեցին, գոնե այսօր ռուս սահմանապահի շնորհիվ չեն մտնում Հայաստան։
որ վարքյանին ռուսի ոտը ստեղից քաշեցին, ռուսը երբ գնաց, չեն կարող ռուսին զորով հանել։ Ռուսը երբ որոշի սենց հոգնած զզված ասի, դե լավ, դուք ձեր մուրը, ձեր գլուխը։ Ես գնացի, սկսվելու է այն ինչի մասին որ մենք խոսում ենք։ Տեսեք, բայց ո՞նց է մենք փախնելու տեղ էլ չենք ունենալու։ Վրաստանով կարող է մի փոքր կալիդոր, երբեմն բացեն, երբեմն փակեն, սենց ճոգած մարդիկ դուրս կան։ Պարոն Մաթևոսյան, տեսեք ինչպես են սրանք ներկայացնում կամ պարզապես կարելի ասել մանիպուլացնում։ Ասում են, դե եթե մենք բարեկամանանք, հարաբերությունները կարգավորենք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, ասենք զիջեցին Արցախը, հայտարարելով, որ Արցախը ադրբեջանական տարածք է, անելով ամենամեծ մեր պատմության մեծագույն դավաճանությունը։ Դա միանշանակ է եւ գալու է ժամանակը հայ մարդը գնահատականատարու է, հայ նաեւ իրավական համակարգում է այդ գնահատականատրվելու այս իշխանություններին։ Հաջորդը գնում են հայոց ցեղասպանության փաստի ուրացման ճանապարհով եւ դա շատ ակնհայտ է։ Այստեղ էլ որպեսզի կատարեն Թուրքիայի պատվերն ու հրահանգները։ Նիկոլ Փաշինյանը երեք խոսում է Երևանյան այդ երկխոսություն, հա, այդ կոնֆերանս ասեմ գագաթաժողով է։ Այդտեղ հստակ ասում է, պարզ ասում է իլուր աշխարհի, այդտեղ բոլոր աշխարհի ներկայացուցիչներն էին, հա, արևմուտքի։ Պարզ ասում է, որ մենք պատրաստ ենք բոլոր պահանջները կատարել Ալիևի, միայն թե ստանանք այդ թուղթը եւ այլն։ Հիմա այս ամբողջը ուր է մեզ տանում։ Մենք տեսնում ենք, չէ՞, մարդիկ գնում են զիջման հետևից ի նպաստ, որպեսզի ստանան Ադրբեջանի եւ Թուրքիայի լավ վերաբերմունքը։ Եվ այսինքն ակնհայտորեն կարող ենք ասել, որ պարզապես նրանք տարածաշրջանը, այո, ազատում են, այսպես ասած, ճակերտներով ասած, ռուսներից եւ տեղ են բացում թուրք-ադրբեջանական տանդեմի համար եւ ասում են, եթե մենք լավ հարաբերություններ ունենանք, ել ինչի պիտի վիճենք, կռվենք, այդ է բոլոր հարցերը լուծում ենք, ապրում ենք հանգիստ, խաղաղ եւ ամեն ինչ լավ կլինի։ Տնտեսություններ կզարգանա։ Տեսեք ինչպես են համոզում եւ մանիպուլացնում մարդկանց։ Գիտեք, ժողովուրդը հոգնել է, մեր հայ ժողովուրդը արդեն հոգնել է տարբեր տեսակի մարդկանց այս սուտ ճառերից, սուտ ծրագրերից, խաբուսիկ քաղաքականությունից ինչ կատարվեց այս մայիս ամսվա մեջ։ Նիկոլ Փաշինյանը գնաց Մոսկվա, ռուս բարեկամներ մի ջղայնացեք, մենք ինչ-որ ձև ձեզ հետ ենք։ Լավրովն եկավ, ասես ջղայնացնում եք հանգիստ պահեք ձեզի։ Լավրովը գնաց, էսի Ալիևին ու Էրդողանին ասում, ամեն ինչի կգնա, մենակ թուղթը ստորագրեմ, մի ջղայնացեք, որ գնացի Մոսկվա կամ Լավրովն եկավ ստե։ Առևտուր, նույն աշխարհի որոշող պետությունները, քանի մեծ ճակատամարտերն ու պատերազմները դեռ ստե չի սկսվել, ներսից քանդում են։ Սովետական միությունը ոնց քանդվեց, հիմա նույն ձևով Հայաստանը քանդվում է։ Քանի որ Հայաստանը քիչ թե շատ պաշտպանված էր Ռուսաստանի կողմից, հիմա այդ քիչ թե շատը դառել է քիչ։ Ռուսը կարող է մի օր իսկականից հոգնի ու ասի դե որոշեք ինքներդ, որովհետև արդեն քաղաքական այրերը նման կարծիքներ ասում են ընտրությունը ձերն է, դուք որոշեք։ Հասկացանք, Ֆրանսիայում սիրում են հայերին, բայց դա Ֆրանսիայում են սիրում։ Ֆրանսիան չի կարող Հայաստանը պաշտպանի։ Այսինքն չի կարող դիտել Ֆրանսիան Հայաստանի անվտանգության երաշխավորը, դա հաստատ պետք է ասենք, որ ժողովուրդը հասկանա, հա։ Ինչքան էլ ուզենա, Ֆրանսիան չի կարող։ Ֆրանսիան բարեկամ երկիր է, լավ երկիր է, ճիշտ երկիր է։ Մենք կարող ենք շատ օրինակներ վերցնենք Ֆրանսիայում, մեր երկրի ներսում, Ֆրանսիայից վերցնենք օրինակները, մեր երկրի ներսում իրականացնենք ժողովրդի վիճակը կլիներ ավելի բարեկեցիկ։ Այդ օլիգարխիան երբևիցե չի թողել ու չի թողնելու, որ Հայաստանը լինի քաղաքակիրթ երկիր։ Օլիգարխիան միշտ կապ ունեցել Ռուսաստանի հետ, խոստացել է ռուսական շահերը պաշտպանի, Ռուսաստանը ոնց որ sense փափուկ բարձրացել Ռուսաստանում, մի օր գնացել են Եվրոպայում են թուղթ ստորագրել, մի օր գնացել են Ամերիկայի հետ ինչ-որ վարժանքների զորախաղերի դիտորդ մասնակից, ՆԱՏՕ Վերջերս այս ամեն ինչը հասկանում եք։ Այդ երևույթը կներեք անընդհատ է եղել։ Նկատի ունեմ հիմա մեր 30 տարիների մեջ այդ
մանևրելու իրավիճակ եղել է, թե այնուհանդերձ մենք նախկին իշխանությունների օրոք եղել ենք ավելի հասկանալի, ընկալելի գործընկեր։ Օրինակ, չէ, Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, դուք ինչպես եք կգնահատեք այդ նախագահների ընթացքը, դա շատ կարևոր է։ Ես դրան եմ ուզում գայի, տեսեք, Տեր-Պետրոսյանը քիչ շատ գոնե բալանսավորված էր, զգուշավոր էր։ Տեր-Պետրոսյանի ժամանակ Ելցինի հետ լեզու էին գտել Վազգեն Սարգսյան, Գրաչով համատեղ համագործակցությունը եւ ոչ Ֆրանսիան, ոչ Ամերիկան, ոչ Գերմանիան երբևիցե հայերին չէին մեղադրում ոչ մի բանի մեջ։ Չէին ասում, ինչ եք Ռուսաստանից զենք բերում, ինչ եք Ռուսաստանի հետ այդպես սերտ կապի մեջ տնտեսական, քաղաքական, բայց եկավ աշխարհաքաղաքական մի իրավիճակ, որ զարգացումները հասունացան, իջան եկան դեպի Հայաստան։ Ոնց հասունացավ։ Ալիևը ճիշտ աշխատանք արեց Թուրքիայի հետ միասին եւ Հայաստանում փոխանակ բանակ եւ տնտեսություն զարգացնեին համատեղ Ռուսաստանի, որը նաեւ չէր խանգարում Ֆրանսիային, Ամերիկային, Գերմանիային, սեփական գրպանները լցրեցին։ Տեր-Պետրոսյանը ինքնուրույն չէր, մենակ չէր եւ շատ ժամանակ զիջումների էր գնում օլիգարխիային։ Եկեք իրականությունը խոսենք։ 96 թվականին Տեր-Պետրոսյանը կոպիտ ընտրակեղծիքներով նորից եկավ իշխանության, աշխարհն ասեց ապեր ջան, հասել է սիչի։ Գիտեք, եթե խորսեփական երկրի մեջ քո իշխանությունները կատարում են մի շատ վատ արարք, հակապետական հանցագործություն, այդ պահին կարող աշխարհը լռի, բայց սա փաստավորվում է իրանց մոտ, որ հետո դեմ են տալի իրանց սեփական շահի դիմաց, պահանջելով ինչ-որ գործարքներ։ Սա իրականություն է։ Դրա համար Տեր-Պետրոսյանը ինչ մտածեց։ Արցախի հարցը արդեն հասունանում էր։ Ստեղ ներսում արդեն տարաձայնություններ էին, փաթեթային ծրագրերը դրվեցին սեղանին։ Այո, եւ Լիսաբոնում արդեն տեսեք Տեր-Պետրոսյանը հիմա խոսում է բաների մասին, որ այն ժամանակ չէր խոսում։ Այսպես թեթև ակնարկ էր անում ու անցնում էր։ Հիմա, չգիտես, ուրախությունից է այդ ամեն ինչը բացում, որ իր ասածները կատարվում են, թե վրեժալուծում, թե հրաժարականը շատ ծանր է։ Հիշում եք, ասում էր տղայեք գնացեք պահեք։ Տղայեք գնացեք, մենք խաղաղության կուսակցությունը գնում է, պատերազմի կուսակցությունը գալիս է։ Ով Հանես Տեր-Պետրոսյանի հրաժարականը, ով պահանջեց Վազգեն Սարգսյանը։ Ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը այդքան ուժ չունեին Հայաստանում, որ կարողանային Տեր-Պետրոսյան հանեին։ Վազգեն Սարգսյանը Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հետ մտածում էր կարան Արցախը պահեն, այդ բանակցությունները սենց Ռուսաստանի հետ։ Բայց պահեցին, չէ՞, իրենց իշխանության 20 տարիների մեջ։ Այն ժամանակահատվածն էր, որ դեռ աշխարհաքաղաքական առևտուրը չէր հասունացել Հայաստանում։ Տեսեք ինչ է հասունանում, Սիրիա, ինչ հասունացավ այս ընթացքում, Սիրիայի խնդիր, Պարսկաստանը, Իրանի խնդիր, հիմա Հայաստանի սահման, Պարսկաստանի հյուսիս սահման։ Աշխարհաքաղաքական իրավիճակները միշտ այդպես եռում են փոփոխվում։ Հայաստանը այն պետությունը չի, որ ասի ես ինքնիշխան 100% անկախ պետություն կարող եմ լինել։ Չէ, բայց կա շատ կարևոր մի հանգամանք, երբ որ աշխարհի նաև ազգերի պետությունների այսպես պատմությունն ես նայում, համոզվում ես, այն ազգերն են շահում, որոնք ունեն հստակ, ասենք, ծրագիր եւ մինչեւ վերջ մնում են տվյալ հարցում իրենց ծրագրին ամուր կարճած։ Օրինակ, մենք շատ արագ այսպես հրաժարվեց, փորձեցինք Արցախից։ Օրինակ Լևոն Տեր-Պետրոսյանի ընթացքում, չէ, սկսեց խոսվել են մասին, Արցախը տանք, հանգիստ ապրենք։ Ինչու պիտի հայ հանրության մեջ, հայ քաղաքական դաշտում այդ գաղափարը դրվեր։ 30 տարի Ադրբեջանը ոնց աշխատեց։
երբևէ կգտնեք որևէ մի ղեկավար Ադրբեջանից, որ ելներ ասել լավ արդեն հոգնեցինք, լավ հայկական ադառը վերջացել է, երբեք նրանք իրենց բոլոր հայտարարություններում, միջազգային բոլոր հարթակներում նույն մեխին էին խփում, հայտարարելով, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խաթարված է եւ Արցախը ադրբեջանական է։ Իսկ մենք ինչպես էինք ներկայանում, մի դեպքում այլ հայտարարություններ հնչում, մի դեպքում այլ։ Իսկ աշխարհը սիրում է նայել, տեսնել, դու թույլ ես, ուրեմն քո հաշվին էլ հարցը կլուծվի։ Այդպես էլ եղավ։ Մենք թուլացանք եւ մեր հաշվին Արցախի հարցը ի նպաստ Ադրբեջանի լուծվեց, այդպես չէ։ Իհարկե այդպես է։ Դրա համար Տիկին Սիմոնյան, ես ասում եմ, Հայաստանում հայ պետական հայրերը երբևիցե չեն ունեցել արտաքին դիվանագիտության մեջ փայլուն գլուխներ։ Կամ գուցե բացապես ասենք, չենք ունեցել գուցե պետական հզոր ղեկավարներ։ Այսպես կարող ենք ասել ազգային անկալումով, հա, իրենց այդ խորքով պետական հզոր գործիչներ ունեցել ենք ղեկին մեր իշխանության։ Շատ կարճ, շատ մի հատ փոքր sense մեր պատմության մեջ sense մի հատ երազի նման անցավ, երբ որ Վազգեն Սարգսյան, Կարեն Դեմիրճյան միացան իրար։ Այո։ Բայց ոնց խփեցին, չէ, ոչնչացրեցին այդ միասնությունը։ Դուրսը։ Այդ դրանից արտաքին ուժերը։ Ես չգիտեմ, դա ամենամեծ հարետի կարելի էր Հայաստանի կեսը կորցնել, բայց այդ հույսը չկորցնել։ Որովհետև տեսեք Իսրայելի նման պետություն ընդամենը այս երկրորդ համաշխարհայինից հետո է որպես պետություն սայուզնի երկրները Անգլիան, մյուս թուրքերին հանեցին, տվեցին հрьяաներին, ասին սարքեք ձեզի պետություն։ Տարածք հող միշտ կարելի է փոփոխվի, կարաս հետ բերես, հետ վերցնես, կապ չունի ինչ թուղթ աստորա, այսօր Նիկոլի թուղթը որ ստորագրեց Ալիևը վաղը չի խփելու է։ Դա սուտ թուղթա, նախընտրական թուղթա Ալիևի հետ կպայմանավորվենք, ասի տեսեք խաղաղություն բերեցի։ 26 թվին կանեն ընտրություն, 27 թվին նորից կանեն կոտորած հայերի նկատմամբ։ Դրա համար եմ ասում։ Այսի երազի նման անցավ հոկտեմբերի 27-ով Սավիսի երազները, հույսերը մեր երկրի ճակատագրի վրա կրակեցին։ Ու մենք այդպես է չկարողացանք, հա, մեր մեջքը շտկել, որովհետև Վազգեն Սարգսյանին եթե վերցնենք որպես ուժային կառույցի ղեկավար, Կարեն Դեմիրճյանին որպես շինարար, չէ, ժողովրդի մեջ հասկանում եք ինչ էր ստացվելու։ Բալանսավորված քաղաքականություն եւ Ռուսաստանի հովանավորության տակ եւ Ֆրանսիայի եւ չգիտեմ Ամերիկայի բոլորի հետ կար, բայց գլոբալ կառավարիչները, ովքեր աշխարհում ֆինանսներ են ծախսում, պատերազմները որպես բիզնես են օգտագործում, պետք է սենց էլ լներ։ Այո, իրենց դա ձեռնտու չէր, որ այս տարածաշրջանում լինի հայկական հզոր պետություն։ Հայերը մենք ասում ենք, չէ, մենք հայ ենք, մենք մշակույթ, մենք այն ժամանակ որ եղել ենք եվրոպացիք ծառի վրա ենել է, եվրոպացիք էլ ասում են մենք ծառերից իջանք, հիմա դուք եք բարձրացել ծառերի վրա։ Ես 10 տարի Ֆրանսիա ապրել եմ, մենք գլուխ գովալուց բացի երևի այդքան հետ եմ տեսել, իրավաբան։ Դեղակի մենք կարծում եմ շատ տարվեցինք մեր հաղթանակով, որ վերջ արդեն Արցախը հայկական է, մենք ազատագրել ենք մեր պատմական հայրենիքը եւ թուլացանք։ Մենք ինքներս էլ մեր զգոնությունը թուլացրեցինք, չգիտակցելով թե ինչ կարևոր է Արցախի հայկական մնալը մեզ համար։ 27-ից հետո մենք ընկալում էինք Ռոբերտ Քոչարյանին որպես ռուսամետ քաղաքական գործիչ, երկրի նախագահանա, Մոսկվան երաշխիքա տվե, Արցախյան պատերազմ չի լինի, կար Մինսկի խումբը գնում էր, գալիս էր, ոչ մի դեպքում Արցախի հարցը պատերազմի միջոցով պետքա չլուծվեր, սենց պայմաններ կար, տարածքային ամբողջականություն, որի դիմաց կար ինքնորոշման իրավունք։ Բայց դա ոնց կարար հնարավոր լինել, եւ տարածքային ամբողջական աշխարհը Արցախը ճանաչել էր Ադրբեջանի կազմ։ Ինչ ինքնորոշման իրավունք։ Դուք կարծում եք Նիկոլ Փաշինյանը այդ հարցում։ Դուք ասում եք փաստորեն, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է ասում, հա։ Սա կեղտոտ քաղաքականություն էր։ Գիտեք, Նիկոլ Փաշինյանը բոլորն ասում են դմբոյա չի հասկանում, Նիկոլ Փաշինյանը շատ կազմակերպված հանձնարարություն է անում։ Ինքը դմբո չի։ Ինքը ինչ անում է, գիտի իր անելիքը, այն ինչ որ մինչև այսօր Նիկոլ Փաշինյանը, թե պատերազմը, թե ամինչը, այս ամինչը գիտակցաբար, ծրագրավորված, խորհրդականներ չգիտեմ որտեղից, խորհուրդ են տալի, ըստ այդ խորհուրդների քայլ-քայլ, փուլ առ փուլ տանում է Հայաստանը դեպի ոչնչացման։
Դե նկատի ունեմ այն հանգամանքը, որ ասում եք, հա, դե ինքն էլ է չէ ասում, ինչ ինքնորոշման իրավունք, ի սկզբանե փաստաթղթերում աշխարհն է ճանաչել է որպես Արցախը։ Տեր-Պետրոսյանը նոր է փակագծել բացում, ինչի։ Տեր-Պետրոսյանն ասում է գնացին Վարդան Օսկանյանը Լիսաբոնում դիմավորեց, անտրամադիր, գնահատված, Քլինթոնի կառավարությունը ծրագիրը դրել է, մինչև այսօր այդ ծրագիրը աշխատում է։ Այսինքն մենք 30 տարվա մեջ չկարողացանք այդ գերտերությունների ծրագիրը փոխել։ Կարող ենք փոխել։ Իհարկե կարող էինք, եթե մարտի 1 չլիներ։ Եթե չլիներ հոկտեմբերի 27։ Դե այդ բոլորն արվեցին, որպեսզի Հայաստանին ընկճեն, թիկունքից խփեն։ Տեսեք, օրինակ մարտի 1-ը ամբողջ աշխարհը ոնց որ թե լռեց, չէ՞։ Ընտրություն արվում, գլխավոր շահառուն Սերժ Սարգսյանն է, ամբողջ մեղքը կբարթեն հեսա Քոչարյանի վրա, Քոչարյանը կետա, իհարկե երկուսն էլ հավասար պատասխանատու են այս դեպքերի համար։ Հիմա որ մեկը մեղադրյալ կլինի, թե որ մեկը վկա կլինի, մեկը մյուսին, ես չգիտեմ, բայց որ պետք է կանգնեն դատարանի առաջ, պետք է կանգնեն։ Հիմա Սերժ Սարգսյանը ցուցմունք կտա Քոչարյանի դեմ, թե Քոչարյանը Սերժի դեմ, ես չգիտեմ։ Պարոն Մաթևոսյան, խնդիրը հետևյալն է։ Այն գունավոր հեղափոխությունը, որը եղավ 2018-ին, պետք է լիներ 2008-ին։ Այդ ժամանակ այսպես ճնշումով անցան։ Դուք հիշում եք Խաչատուր Սուքիասյանը այդպիսի մի միտք ասաց խորհրդարանում 1-2 տարի առաջ էր։ Ուղղակի անկեղծ խոստովանություն էր, որ հոկտեմբերի 27-ին պիտի արվեր չկարողացան այդ ուժերը, որոնք որ ուզում էին անել, այսինքն իրենք, հենց իրենք չկարողացան դա անել։ Հիշենք հոկտեմբերի 27-ին դեռ սարսափելի ոճիրը կատարված էր, մարմինները տակ մեր հերոսների ազգային ժողովում էին դեռ, բայց մարդիկ կային, որոնք ստվերային ցուցակ էին գրել, այո, կառավարության կազմը Անդրանիկ Քոչարյանին եւ Ռոբերտ Քոչարյանը ցուցակը գրպանից անեն, դրել էր Ալբերտ Բազյանի դիմաց, այդվաղ քաղաքապետն էր Ալբերտ Բազյանը։ Ասել էր, տես արունները չչորացած ցուցակ են դրել։ Այո, եւ ովքեր էին այդ ցուցակի նաեւ վերևում Անդրանիկ Քոչարյանը, որ հոկտեմբերի 27-ի գործով, մարտի 1-ի գործով, Արցախյան 44 օրյայի գործով քննի ճանձնաժողովի, այսինքն Անդրանիկ Քոչարյանն այսօր աշխատում է լղոզող, սվաղող այդ գործերը ջրող։ Այսինքն այդ թիմը վաղուց է, պարոն Մաթևոսյան, ուզում եմ ասել, այն թիմը, որն այսօր իշխանության ղեկին է, այս մարդիկ վաղուց պատրաստվել են, որ դա լինի, այդ գունավոր հեղափոխությունը 20 հոկտեմբերի 27-ին չեղավ, մարտի 1-ին 2008-ին չեղավ, իդեպ այնտեղ մի դեպք էլ 2016-ին չէ, ՊՊՑ գնդի հետ կապված, դա էլ հերթական փորձարկումներ դեսարկվեց եւ եկան հաջողեցին 2018-ին։ Այսօր իրականությունը ցույց է տալի, որ տեսեք, ես երբեմն նստում եմ ինտերնետից արխիվները հանում եմ, նայում եմ, ով ինչ հայտարարեց, ինչ պրոցեսներ է լավ, այսօր բերում եմ այսօրվա օրվա այդ համեմատում եմ, կան միամիտ մարդիկ, որ իրականում չեն հասկացել, իրանք որտեղ են, ինչ են անում, իրանց արածի հետևանքի ինչ կլինի, բայց կան կազմակերպված մարդիկ, որ այս ամեն ինչ, ասում եմ, սենց դասավորված սիրուն բերել են, Նիկոլ Փաշինյանը այսօրվա իշխանության լինելը, սա պատահականություն չի։ Երբ բանից են նրան պատրաստել։ Ես ինքս մասնակից եմ ել Փարիզում, հասկանում եք, ես եմ առաջին Փարիզում գնացել եմ դեսպանատուն, ասել եմ պետք է աշխատեք, գործադուլ անեք, որ Սերժին պետքա մերժենք, պետքա Նիկոլը գա։ Այսինքն դուք Սերժին մերժողներից եք։ Այո, ես հիմա էլ եմ Սերժին կոչվածին հավատացողներից։ Հիմա էլ եմ մերժում։ Ես 19 թվականին եկա Հայաստան 1-2 ամիս հետո, ԿՊ գրասենյակում Պապիկյանին, Արայիկ Հարությունյանին, բանին հանդիպելուց հետո ասի տղեկ ես ձեր հակառակորդն եմ, ես պետք է ձեր դեմ պայքարեմ։ Ինչից հասկացաք, որ տարբեր ուղղություններում եք։ Սկզբից ինձ թվում էր իրանք մեծամիտ սենց մեծամիտներ են, ոչ մեկին չեն տեսնում, բացի իրանցից։ Դա 19 թվականին։ Պատերազմից հետո հասկացա, որ այս ամեն ինչը մեծամտություն չի։ Այս ամեն ինչը կազմակերպված աշխատանք է։ Այսինքն եկեք հստակ արձանագրենք, եկել են կազմակերպված աշխատանքով կամ սցենարով, որ ինչ անեին, հանձնեին Արցախը, հա? Շատ կոնկրետ եկել են, Արցախը հանձնեն, ամեն ինչ անեն Ռուսաստանի դեմ,
արդյունքում չեն էլ պատկերացնում Հայաստանը ինչ վիճակում կհայտնվի հայ ժողովուրդը։ Հիմա կարող է ինչ-որտեղ կամաց փորձում են հասկանան իրանց արած գործը, որտեղ իրանց լրի ուրիշ բան են ներկայացրել, բայց արդյունքում ստացվում է լրի ուրիշ բան։ Բայց ամեն ինչը առևտուր է։ Այսինքն իրենք վճարված են Հայաստան եկել։ Դե հիմա իրանց ունեցվածքները, որ նայում ենք, Տիկին Շիֆոնյան, ինչերից են խոսում, մամուլը որ ուսումնասիրում ենք, ասում են Աննա Հակոբյանը սենց կալվածքների տերը, արդեն ունեցվածքի տերը, Աննա Հակոբյանն էլ ասում է դուք ոչելոտներ եք, անգրագետ եք, ես նորաձև կարդում եմ մեր երկիրը։ Այսինքն սրանք գիտակցված եկել են հայրենիքը մեր ոչնչացնելու։ Մեր հայրենիքը շատ է խանգարում արևմուտքին, որ արևմուտքը իր դահիճը, որը հանդիսանում է Թուրքիան, ուստեղ մեծ էներգետիկ ռեսուրսների խնդիր է, Ռուսաստանի դեմ խնդիր է, ու մենք ոտի տակ ենք։ Մինչև հարցնեմ, թե այդ ոտի տակից ոնց կարող ենք դուրս գալ, մեկ հարց եւս խնդրում եմ, այդ թեման անընդհատ այնքան շիկացա, որ վերջը այսպես դարավ ընդդիմադիր երկու թևերի առճակատման, այսպես ասեմ, պատճառ ու հիմա շարունակում է այդ լարվածությունը Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների եւ Սերժ Սարգսյանի, ով բերեց Նիկոլ Փաշինյանին։ Հիմա որ այդ հարցը հնչում է, շատերն ասում են դրա ժամանակը չի։ Հասկանում եմ, բայց պետք է մենք նաև իրավիճակը հասկանանք, գնահատենք եւ ամեն մարդը իր գնահատականի պիտի արժանանա։ Այո, բերեք իրավիճակը։ Եկեք հասկանանք, Նիկոլ Փաշինյանը համարվել է Լևոն Տեր-Պետրոսյանը, ավելի ճիշտ համարվել է Նիկոլ Փաշինյանի գաղափարական հայրը։ Կարող ենք ասել, որ այն ժամանակվանից իրեն պատրաստում էին բերել, հա։ Այո, կարող ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանին պատրաստում էին ոչ թե բերեին վարչապետ երկիրը քանդելու համար, այլ այդ գործողությունների մեջ մասնակցող անհատի որպես, բայց ոչ Հայաստանը քանդելու, այլ ուղղակի իրանց ձեռնատու անհատ գործիչ, որ ժամանակ պետք լինի, թե դեղին մամուլ, թե ապակոմնորոշող ժողովրդին, քաղաքականության մեջ որպես գործիք, հանձնական օգտագործման գործիք, բայց ով բերեց Նիկոլ Փաշինյանին, արդյունքը ցույց է տալի, այսօրվա Նիկոլ Փաշինյանի գոյության արդյունքը ցույց է տալի, որ առաջի շահառուն եղել է Սերժ Սարգսյանը։ Հա։ Իհարկե, Քոչարյանի ասած իշխանությունը ճամպրուկ չի սենց վերցնես ու տաս։ Ինչու էր բերում Սերժ Սարգսյանը, գիտենալով էր բերում Նիկոլ Փաշինյանը։ Արցախի հարցը, տեսեք, հայկական իշխանությունների դեմ միշտ Արցախի հարցը սկսած Տեր-Պետրոսյանի ժամանակահատվածից, որտեղ հիմա երբ որ վերլուծում ենք Տեր-Պետրոսյանի ասածները, հասկանում ենք, որ աշխարհի հզորները միշտ ասել են։ Ես կասեի բացառություն Ռուսաստանի երևի, միշտ ասել են, որ Արցախը տարածային ամբողջականությունը որպես Արցախի տարածքը Ադրբեջանի սահմանների մեջ է։ Միացյալ Ազգերի կազմակերպությունը, Եվրոպայա, մյուս այդ մարդու իրավունքների պաշտպանության այդ անձնաժողովները, կոմիսարները, որ գոռում գոչում են ինքնորոշման իրավունքի, սա միֆ է, սուտ փիլիսոփայություն է, այդտեղ դրա տակ կարող են առևտուր անեն, պատերազմներից հետո օգնություններ, շինարարություններ, բոլոր ժամանակներում էլ, տեսեք, օրինակ չեմ կարող ասեմ, որ Քոչարյանը կհամաձայնվեր Արցախը հանձներ, չկարողանար պահել, բայց որ ասեմ, sense կհանձներ, բայց Սերժ Սարգսյանի համար չեմ կարող ասեմ, Տեր-Պետրոսյանի համար չեմ կարող, չեմ բացառում։ Սերժ Սարգսյանի պարագայում թիմակիցներն են հստակ ասում, որ առաջարկվել է 5+2, հա, հանձնել։ 5+2-ը համաձայնվել է։ Հա, բայց դա չի նշանակում համաձայնվել Լեռնային Ղարաբաղի, ասենք, կարգավիճակի հարցում։ Հետաձգվեր պիտի եւ մինչեւ եսիմ անպաշտպան էր մնում այդ ժամանակ Արցախը։ Սենց ասում են, իբր դիվանագիտական լեզվով, այս 7 շրջանները փուլարփուլ տվեցվում էր 5, հետո 2, բայց Արցախը նորից մնում էր բլոկադայի մեջ։ Շուտուշ Արցախը դատարկվելու էր, եկեք իրականությանը։ Բայց Լաչինի Միչանսկը պահպանվելու էր, այսինքն բաներ կան, որոնք այսօրը չէր հասնի։ Բերեցին, գցեցին ընկավ գետին,
էկոլոգները փակեցին Լաչինի միջանցք իրանից ինչ էր ներկայացնում։ Չէ, եթե այն սցենարով գնար, որ սցենարը դրված է եղել Սերժ Սարգսյանի առաջ, այդ աղավնիները չէին սատկած ընկնի, ըստ իրենց։ Այսինքն պահպանվելու է, լինելու էր այնտեղ խաղաղապահ ներկայություն, Արցախը լինելու էր հայկական, այսպես է ասվում։ Բայց Փաշինյանն եկավ ինչ արեց։ Արցախը պաշտպանելու համար պետք էր որ ռուսական մեծ ռազմաբազա լիներ այնտեղ։ Հայկական ուժերը ի վիճակի չէին Թուրքիայի, Իսրայելի, Պակիստանի ներկայությունով Ադրբեջանի զորքի դեմ մանավանդ այն դեպքում, երբ որ հայկական բանակը 2000 թվականից այսքոմ կարող ասենք, որ թալանվել է, սկսած են զինվորի տուլիկից, վերջացած վառելիքից, վերջացած մեր ամբողջ զրահատեխնիկայի երևի, չգիտեմ, ասենց դժվարանում եմ ասեմ, քանի տոկոսը, բայց մեծ մասը երկաթի ջարդոն էր։ Պատերազմի ժամանակ չաշխատեց տեխնիկայի, այնտեղ որտեղ ես հրամանատար եմ ինձ նշանակ է։ Կներեք, որ պատերազմի մասին։ 44 օրյայի տեխնիկան չէր աշխատում, մեկը ակումուլյատոր չուներ են, մեկի պալեցներ գցած են, զրահատեխնիկայի հրամանատար եմ ես 44 օրյային Ֆիզուլիում։ Ուրեմն ինչու պարտվեցինք։ Պարտվեցինք, որովհետև մենք կռվում էինք 60-ական թվականների, 63 թվականի տեխնիկա էր, 64 ինքն էլ բան էր, ինքնաշեն տեխնիկա էր։ Բայց կներեք, պարոն Մաթևոսյան, այն ահռելի զենքը, որ մնաց Ադրբեջանը նկարում եւ տարածում էր, թե ինչ են այդ տարածքներից հանել։ Զենքերի մեծ մասը արտաքինից ներկված էին Սիրուն։ Բայց կներեք, դուք Նիկոլ Փաշինյանի միտքն եք ասում։ Նիկոլ Փաշինյանի միտքը չեմ ասում, իրական։ Բայց ինքն էր ասում, որովհետեւ 50-ական, 60-ականների զենքերն են։ Այո, այս իրականությունը վերցրել է, կներեք արտահայտությանս ճպստում է մեր երեսին։ Բայց ուր մնաց մենք տարիներ շարունակ հայկական բանակը զինվել է մեր։ Վարչապետ էր, հիշում եք 16 թվականի պատերազմի ժամանակ ազգային ժողովի ամբիոնից ասեց, որ տանկերի մեջ դիզվառելիքի փոխարեն ջուր լցրած է։ Խափեց ու ասեց, չէ։ Այդ ժամանակ ուր էր Նիկոլ Փաշինյան գոյություն ուներ, մի հատ ղժղժան ինչ-որ դեպուտատ էր ընդ, չէ։ Սխալ եմ ասում։ Չգիտեմ, դուք գործիչ որպես ռազմական, բովով անցած, պետք է հիմա գնահատեք, մենք 30 տարիների մեջ մենք չենք ունեցել հաղթական բանակ։ Ունեցել ենք 94 թվականին շատ ծանր մեծ դժվարություններով հանդերձ հաղթել ենք, այո, բայց չի կնքվել հաղթանակ, կնքվել է զինադադար։ Դա ուրիշ խոսակցություն է, մենք բանակ ունեցել ենք հաղթական լավ զինված, դրանից հետո այդ ժամանակաշրջանի համար Վազգեն Սարգսյանը արել է մաքսիմումը, որ զինվել ենք, հետո սպանեցին այդ մարդուն։ Դրանից հետո բանակի 90% սպայական, բարձրաստիճան սպայական կազմը միշտ զբաղվել է թալանով։ Միշտ զբաղվել է թալանով, այսօր ազգային ժողովում էլ կան գեներալներ նստած, նախկիններից են խոսում, իրանք իրանց մասին խոսում են ու մեղադրում են նախկիններին։ Ովքեր։ Անդրանիկ Քոչարյան, Գագիկ Մելքոնյան, 2000 թվականից հետո թիկունքի պետ էր, չէ՞։ Ինչքան ժամանակ, մինչև 2008 թվական, չէ՞։ Բանակում էին այդ մարդիկ։ 18-ը։ 2018-ը։ Մարտի 1-ը մինչև։ Մարտի 1-ը հասկացա։ Էլի կային գեներալներ, լավ հարստացել են ունեցվածքների, բիզնեսների տերեր, դրսերում, Ռուսաստաններում, Եվրոպայում։ Լավ, պարոն Մաթևոսյան, այն որ բանակում եղել է թալանը, ոչ ոք չի կարող բացառել, բայց այդ բանակը 44 օրյա պատերազմի ժամանակ հնարավոր չէր այնպես ներուժը օգտագործել, որ մենք այս վիճակում չլինեինք։ Նաև, տեսեք, մենք շատ խեղճ էինք զինամթերքից, սպառազինությունից։ Մենք շատ խեղճ էինք մատակարարումից, Հայաստանից մատակարարում բացարձակապես չէր։ Եթե փոքր չափով մատակարարում են փորձելանը ճանապարհին, այդ ամեն ինչը վերացրել։ Այսինքն Արցախ չէր գնում անհրաժեշտ շատ ժամանակ չէր հասնում, այո, եթե այ հիմա ով է մեղավորը, որ չի գնացել։ Օրվա գերագույն գլխավոր հրամանատար հռչակած մարդը կապ ունի դրա հետ թե չունի։ Հրամանատարական կազմը ամբողջությամբ պետք է կանգնի պատասխանատվության առաջ։ Պաշտպանության նախարարն էլ, Գենշտաբի պետ, բայց տեսեք, հիմա հրամանատարական կազմից շատ բարձրաստիճան մարդիկ ասում են, որ մենք առաջարկել ենք սա,
ինքը չի արել սա։ Փաշինյանը չի արել կոնկրետ այն ինչ որ Գենշտաբի պետը, հետախուզության պետը, խորհրդականները Այո։ Սա պետք է անես, սա պետք է անես, սա պետք է անես։ Այս վերջում պրես-կոնֆերանս էր Արշակ Կարապետյանի, գեներալ Կարապետյանի Բերանացի մարդը ասում է, զգուշացրել ենք, ասել ենք, հուշել ենք։ Չի արել եւ չի արել միտումնավոր։ Միտումնավոր չի արել։ Հենց դա է ամբողջ Հիմա տեսեք, եւ վատ սպառազինված, եւ քիչ, որովհետեւ լավ, ենթադրենք լավ սպառազինված լիներ ու զինամթերք լիներ։ Պատերազմը չէր տևում 45 օր, տևում էր 3 ամիս։ Վերջանալու էր, չէ՞, սպառազինությունը։ Բա որտեղ էր բա դիվանագիտությունը, որ չտևեր 3 ամիս կամ 44 օր, ընդ որում հոկտեմբերի 19-ից կարող էր կանգնել։ Եթե կատարեր Պուտինը ասում է, Բերանացի մարդը ասում է, կարող պատերազմը կանգնել, չի կանգնեցել։ Հիմա դուք պատերազմի որպես մասնակից անդադ խոսեցիք, թե թալանված, տպավորությունը հիմա կստացվի այնպես, որ մենք թալանած բանակ ենք ունեցել, դրա համար պարտվել ենք։ Այո, թալանված, եթե մեր օլիգարխների ամեն մեկը 2 հատ պակաս ճիպարնեին, մի քանի հատ պակաս քաղաքի կենտրոնում իրանց սիրուհիների համար քիչ տներ առնեին, սիրուհիների թաքուն սիրեկանի մյուս սիրուց, որ շարունակ, գիտեք, աշխարհում այսքան օլիգարխ, այս աստիճանի հարուստ, այս փոքր աղքատ երկրում այսքան հարուստ, սենց հարուստ մարդ, դուք պատկերացնում եք, Նիկոլ Փաշինյանը պաշտպանված է սրանով հենց։ Թեպետ դրանց դեմ պայքարի մասին հայտարարեց, բայց կեղծ օրակարգ կոռուպցիայի դեմ պայքարի մասին Եթե ինքը պայքարեր, ինքը չէր հարստանա։ Ինքը նույն բանը անում է, ուղղակի թղթի վրա գրելով է անում։ Բայց ես խնդրում եմ, այստեղ թյուր ընկալում չլինի, հա, որ դուք նորից ասում եք օլիգարխ, թալանված եւ այլն, թալան, այն ինչ որ ասում եք Փաշինյանն են ասում։ Փաշինյանը ասում է կա թալան, ես պայքարում եմ թալանի դեմ, ինքը այսպես ասում է, բայց ինքը թալանում է եւ չի պայքարում այդ թալանի դեմ։ Դառնանք 44 օրյա պատերազմին, ասում եք, այդ թալանն էր, որ չստեղծեց հնարավորություն հաղթանակի, սա շատ վտանգավոր թեզ է։ Հաղթանակի չէ, պաշտպանվելու։ Հաղթանակի անուն չտվեցի, գոնե պաշտպանվելու։ Ես նորից հարցս ուզում եմ կրկնել, եղած բանակը, եթե ճիշտ կառավարվեր, հնարավոր չէր իրավիճակը հաճախ։ Եթե բանակը ճիշտ կառավարվեր, եթե բանակը նորմալ զինված լիներ, մի քիչ գոնե ժամանակակից անօթաչու սարքեր ունենայինք, տեսեք Տոնոյանը նախարարը վերջի պատերազմի ժամանակվա Իսրայելը առաջարկել է, ինքը իր բերանով ասում, Իսրայելը առաջարկում անօթաչու սարքեր, ինքը ասում է ականանետով կպայքարենք, մեզի պետք չէ անօթաչու սարք։ Ինչի մասին է խոսքը։ Ականանետը արժի ենթադրենք մի քանի հազար կամ մի քանի $100, անօթաչու սարքը արժի մի քանի հազար կամ տասնյակ հազար $-ներ։ Լավ, դուք օրինակը բերեցիք նաև Արշակ Կարապետյանի եւ այդ ընթացքում շատ, այո, խորհուրդ են տվել գեներալները, որ մենք եթե այսպես ցկցկվի, այդ թվում նաև Արշակ Կարապետյանն է տվել պրոգնոզը տվել է, հա, որ վտանգների առաջ կկանգնենք, Փաշինյանը Խորհրդական այլ է ժամանակ Արշակ Կարապետյանը եւ այսօր վերլուծում ենք 100% մարդը ճիշտ խորհուրդ է տվել։ Ինչու չկանգնեց, կարող եք ասել պատճառը, կարող ենք այդ իմաստով ասել, որ պատերազմը հատուկ սարքվեց, որպեսզի Արցախը այդ պատերազմի բովով տրվեր, հանձնվեր, այդ ծրագիրն այսինքն իրականացվեր Արցախի հանձնման։ Ամեն ինչ այնքան էժան ձևով է արվել։ Պուտինը եկավ Հայաստան, Նիկոլը չդիմավորեց, Նիկոլ Փաշինյանը։ Պրոտոկոլի խախտում էր։ Միջ կառավարական պրոտոկոլներում հաշվի առնում, խորհրդականները կազմակերպում են այս հանդիպումները։ Իբր ես շատ ժողովրդավար պետության, չգիտեմ, ընտրված վարչապետ եմ, դու էլ օլիգարխիայի երկրի ներկայացուցիչ ես, չէ՞, ամեն ինչ է սրա մեջ մցրած էր։ Դե մարդիկ կային ասում են, տեսակ մեր վարչապետը դուխով տղայա Պուտինին չդիմավորեց։ Այն էլ կայսրության ղեկավարը Պուտինը։ Կարող է մի հատ էլ ժպտա, բայց ամեն ինչ այդ ժպիտի մեջ այնքան բան լինի թաքնված, որ հակառուսական մի հատ փոքր պատերազմ սարքեցին 19 թվականին Տաուշի մարզում, այստեղ հաղթանակ հռչակեցին, բերեցին 20 թվականի սկիզբն էր, հա։ 20-ի սկիզբը ներողություն,
մայիսի 28-ին Սարտարաբատում հերոսի կոչումներ, ուսադիրներ, աստղեր, այս ամեն ինչը դրդում էր պատերազմի, շատ կոնկրետ պատճառներ էր պատերազմի։ Արցախը, Հայաստանը եւ վերջ, չգիտեմ։ Ալիևը գիրտ մարդը ինչ ինչ-որ ձևակերպումներ էր արել, ինչ ուզում ենք բանակցում ենք, ու sense շատ Տիկինը Ալիևային հրավիրում էր փեխնելու, պատերազմել, զոհեր եղել են առ-ոչինչ, այս ամեն ինչը շատ կազմակերպված, սցենարը գրված, դրած, խորհրդականները ամեն վարքյան հիշացրել են, ինչից հետո ինչ ասի, որից հետո ոնց լինի, սա դավաճանություն չի, ես հաճախակի ասում եմ, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան չի, Նիկոլ Փաշինյանը հայկական պետականությանը, հայ ժողովրդին դիտում է որպես թշնամի։ Պարոն Մաթևոսյան, մեր եթերաժամանակը մոտենում է, արդեն անցել է եթերաժամանակը, ավարտին է մոտենում։ Ես պիտի խնդրեմ ձեզ մենք եզրափակենք հա մեր միտքը, որովհետև այստեղ շատ խոսելու բան կա։ Ի վերջո 30 տարվա անցուդարձը քաղաքական փորձեցինք արագ այսպես մեկ հաղորդման ժամանակ անհնար է, երբեմն նույնիսկ հակասական են լինում դրա համար մտքերը, որովհետև այդ երևի պետք է լինի շարունակական, մի փուլ ասել, շարունակել հաջորդ հաղորդման ժամանակ, որպեսզի պատկերը լինի ամբողջական եւ որոշակի խոսքերում հանկարծ տպավորություն չլինի, որ դուք մեկ այլ մտածողության դաշտում եք։ Ամեն դեպքում ես կուզեմ ավարտենք հետեւյալով, հա հասկացա ես ձեր խոսքից, այո 44-օրյա պատերազմում պարտվեցինք, որովհետև դա այն մեծ պարտության սցենարն էր, որով պիտի հանձնվեր Արցախը։ Ես լիովին հասկացա ձեզ, բայց հիմա եկեք ամփոփենք հետևյալ հարցի շուրջ։ Մեզ այս իրավիճակից դուրս գալու համար մեզ ինչ քայլեր են պետք որ անենք։ Եվ տեսեք նաև շատ կարևոր մի հարց հնչեցրեցինք, որ մենք չենք ունեցել անցած շրջանում այն պետական գործիչ ղեկավարները ազգային մտածողությամբ, հզոր հա այդ մտքով ազգային հայրենասեր, պետականամետ, ով ինչ ուզում է ասի, իսկապես մենք այդ ամբողջական չենք ունեցել։ Ամեն մեկը որոշակի շահերի դաշտում է եղել։ Հիմա մենք ինչ պիտի անենք, որ այդ սխալը շտկենք, ունենանք ի վերջո շատ լավ, այնպիսի ղեկավար, որը մեր երկիրը կտանի իսկապես հզորացման ճանապարհով, ճիշտ ուղղությամբ կգնանք, ճիշտ դաշնակից կընտրենք եւ ի վերջո կփրկենք մեր փոքր հայրենիքը, որը ինչպես դուք նկատեցիք, կանգնած է լուրջ վտանգի առաջ։ Իհարկե, մենք այս ուղղությամբ աշխատում ենք մեր համահայկական ազգային խորհուրդը ձևավորվել է հենց այս հիմքի վրա, մենք ճակատ կուսակցության հետ միասին ստեղծել ենք։ Ես այդ վարչության անդամ եմ, բայց հիմա ինչա պետք է անել, ես որպես անհատ փորձ եմ պատասխանել, որպես Սմբատ Մաթևոսյան։ Տեսեք, ինձ համար շատ թանկ հարազատ ավագ ընկեր է Ալբերտ Բազյանը, բայց որպես առաջնորդ, որպես քաղաքական համար առաջի պետականության մեջ դեպք ինքը անձամբ ինքն է հրաժարվում։ Ես ինչ եմ տեսնում։ Ես տեսնում եմ մեզի որպես հարևան երկիր ուրա կարելի է հույս տնել համագործակցել ամբողջությամբ տեսնում եմ Ռուսաստանին պաշտպանության առումով առաջնորդ ես տեսնում եմ ճակատ շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանին համագործակցում է գիտելիքները Փարքաստու ճանապարհը անցել կրթվել է տեսել է շփվել է Արշակ Կարապետյանը որպես լիդեր կարող է Հայաստանում այս ամեն ինչը փորձի կարգավորի։ Այդ ընթացքում ես այդ թիմում կլնեմ թե չէ, իհարկե իրանք են ընտրելու, որովհետև ես կարող եմ մի օր էլ իրանց ընդդիմանամ, ասեմ, ես իշխանը sense պետք չի անել, sense պետք է անել։ Բոլոր ժամանակներում ես խոսացել եմ։ Ասել եմ, սա sense պետք է լինի, սա sense։ Նորմալ իշխանությունները ձեր նման մարդկանց պիտի հանդուրժեն։ Հանդուրժել պետք չի, թող ուղղակի լսեն, այո, այդ նկատի ունեմ։ Ասեն, այս իշխանը սխալ է ասում, սրա հետևանքը կարող է լինի, բայց լսեն իրանց են կարմիր դիպլոմով խորհրդականներին կանչեն, ասեն, այսպես բան ասում, գնացեք վերլուծեք, տեսեք, տակ ինչ կա, այս ասացի։ Իհարկե Ռուսաստանի հետ վերականգնել եւ տնտեսական, եւ ռազմավարական, եւ պաշտպանողական բոլոր այն պայմանագրերը, որ այսօր անհասկանալի վիճակում է, վերականգնել Ռուսաստանի իշխանություններին բացատրել, որ Հայաստանը ինքը դարեր շարունակ հալածված է եղել Թուրքի կողմից, դրա համար մենք ունենք շատ մեծ սփյուռք։
մենք չենք կարեց Սփյուռքին ասես տանել երկաթև արագուրով փակել։ Ռուսաստանը դա ամեն ինչ շատ լավ հասկանում է, վերլուծում է։ Մեզի մի ժամանակ է պետք, որ մենք պաշտպանված լինենք, մեզի կարա Ռուսաստանը պաշտպանի, մեզի ուրիշ ոչ մեկ չի կարա պաշտպանի, տալու են Թուրքի յաթաղանի բերան, կոտորեն, ոչ մեկ էլ ով չի անի, կներեք sense որ ասում եմ։ Այսինքն Հայաստանի այսօրվա փրկությունը դուք տեսնում եք դաշնակցային ամուր հարաբերությունների վերահաստատում, Ռուսաստանի շահերից ելնելով մենք պետքա Ռուսաստանի հետ համագործակցենք։ Ռուսաստանի շահերից ելնելով մեր գոյատևման հարցը պետք է լուծենք։ Գոյատևման։ Մեր շահերից բա ելնելով։ Դա մեր շահը չի, դա մեր շահը միակ շահը գոյատևումն է։ Թե տնտեսապես, թե որպես պաշտպանված։ Ռուսաստանի շահը, որ տարածաշրջանում ինքը որպես կայսրություն ավելի ամրապնդվի։ Սա ծանր քաղաքականություն է, իմ կարճ խելքով ես այդպես եմ մտածում։ Շնորհակալ եմ անկեղծ հետաքրքիր վերլուծության համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Վերհիշեցնեմ իմ հեռուստադիտողներին, այսօր մենքի տաղավարում ես զրուցում էի Համահայկական ազգային միասնության խորհրդի վարչության անդամ, ազատամարտիկ Պահեստազորի Սպա Սմբատ Մաթևոսյանի հետ։ Լավ եղեք, կհանդիպենք։